Յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարյուրավոր! Հավաքում ենք, ինչքան հնարավոր է շատ մարդ։ Հիմա ոչինչ սուրհանդակ ուղարկեք, հեռագիր ուղարկեք, ցիտիկ ուղարկեք, մարդկանց հավաքեք էստեղ։ Մի խոսքով, այստեղ շարունակությունը շատ ավելի հետաքրքիր բաներ էլ կա։ Հաջան եղել է մարտի 1-ին առավոտը մինչև որևէ զոհ լինելա։ Լավ։ Եվ շարունակեմ, այս հնարավոր է, ժողովուրդ, հնարավոր է, իրականում այս ժամանակ, երբ որ ձեր վարչապետը այս հայտարարությունները անում էր, քարեր վերցրեք, բարիկադներ սարքեք, պաշտպանություն ստեղծեք, հիշացնեմ, չի եղել ոչ մի զոհ։ Ու նաև ուզում եմ հիշացնել, առաջին զոհը եղել է ոստիկան ու ընդհանուր 190-ից ավել ոստիկան այդ օրը տարբեր մարմնական վնասվածքներ ստացել, այրվածքներ, տարբեր բեկորային վնասվածքներ ու քաղաքացիական անձ 32 հոգի։ Ես շատ ցավում եմ այդ օրվա իրադարձությունների համար, բոլոր զոհերի համար, բայց երբ որ այստեղ գալիս եք դրանից խոսում եք, խնդրում եմ նաև արդարությունը փորձեք պահել։ Ու այսօրվա ֆոնին նորից կրկնեմ, այն ինչ կատարվում է, այն ինչի համար մարդկանց ձերբակալում են, ուղղակի սարուձորեն այս ամեն ինչի հետ, այն ինչ որ այս մարդը ասել է։ Մի հատ կարող ենք հիշել տարբեր քրեական գործեր, ինչի համար են մարդիկ ձերբակալվել։